մենք իհարկե երեք տեսանք, թե ինչ աննախադեպ աստիճանի իրավական ճակերտներում գործընթացներ էին տեղի ունենում, այդ թվում ձերբակալումների, կալանավորումների տեսանկյունից, ցանկանում եմ հայտնել, որ կրկին դրանցից մի ստվար զանգվածը ընդհանրապես չի համապատասխանել այն հայտարարություններին, որոնք տարածվում են։ Ցավով եմ ասում, թե ինչի համար ընդհանրապես իրավապահները պետք է պատշաճ որոշակի գործողություններ անեն, նոր դրանից հետո հայտարարություններով հանդես գան, հարգեն անմեղության կանխավարկածը։ Դրանք բոլորը չի ապահովել։ Պարոն Ղազարյանի հետ կապված Հայտնվում է մի շարք անձանց ձերբակալության մասին, դրանց շարքում կան ձեր համագիները, թիմակիցները։ Կան նաև համակիրներ, կան նաև թիմակիցներ, կան նաև հենց ընդհանրապես նշված միջնորդությունների մերժման դեպքեր։ Այսինքն դրանց ստվար զանգվածը հարգելի գործընկերներ, մոնտաժված ձայնագրություններ են։ Դրանց ստվար զանգվածը դեռևս այնքան վարույթային գործողությունների անհրաժեշտություն ունեն, որ անասելի է։ Եվ երրորդը, հարգենք անմեղության կանխավարկածը։ Մենք քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ առնչություն ունեցող անձանց, նույնիսկ իրենց անմեղության կանխավարկածը հարգում ենք, որովհետև մենք իրավական նշված մշակույթը իսկապես հարգում ենք։ Բայց արտահայտել են, որ ամեն ինչ ընտրական օրենսդրության սահմաններում է, իրենք փաստացի ստացվում է չեն հարգում անմեղության կանխավարկածը։ Իհարկե չեն հարգում, իրենց կողմից երբ քննչական կոմիտեի կամ հակակոռուպցիոն կոմիտեի հետ կապված հայտարարությունները որպես ճշմարտություն ներկայացում են, դա հենց ինքնին խախտում է։ Շատ լավ, ես երկու հանգամանքել եմ ուզում նշել գործընկերներ։ Այսօր վաղ առավոտվանից եւս բազմաթիվ ընտրական խախտումներ կան։ Կան դրանք թե թեթև աստիճանի, թե միջին, թե ծանր աստիճանի։ Մենք արդյոք դա անակնկալ համարում ենք ոչ, բայց երևույթին գնահատական պետք է տրվի։ Այն, որ նույնիսկ Նիկոլ Փաշինյանի կողմից քարոզչության տարական կարգի խախտում է տեղի ունենում, դա իսկապես լավ բան չէ։ Դա հենց խոսում է նրա մասին, որ մենք ունենք մի իրականություն դեռևս, որտեղ իրավունքը եւ օրենքը սակարկման ենթակա են։ Այդպես պետք է չլինի։ Իշխանության կրողը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է, հայ ժողովուրդն է, բայց այդ իշխանությունը կրելը պետք է իրացնել գալով ընտրություններին եւ մեկ այլ հանգամանքել մեր բոլոր հայրենակիցները թող վստահ լինեն ընտրատեղամասում քվեարկություն կատարելուց գաղտնիությունը ամբողջությամբ երաշխավորված է որևէ մեկի կողմից որևէ մի մեխանիզմ չկա պարզելու թե անձը ում է իր քվեն տվել այդ բոլոր ստերը որոնք տարածվում են թող վերցնեն եւ գցեն աղբամանը Գան ընտրության կատարեն իրենց ընտրությունը։ Բազմաթիվ Տիկին Մելոյանը նաև այս ընթացքում ներկայացրեց, ես կրկին եմ ուզում ասել, կազմակերպչական բնույթի խախտումներից մինչև քարոզչության հետ կապված խախտումներ, այդ թվում նաև ինչ-որ մի նոր երևույթ էր, պայմանականորեն մեկ քվեաթերթիկ, որը հենց վերաբերում է ուժեղ Հայաստանին, մի քանի անգամ են տալիս։ Այսինքն ոչ թե մեկն են տալիս, այլ մի քանի հատ են տալիս։ Ու առաջարկում են քաղաքացիներին ճղել այդ լրացուցիչը, որ իբրև հետագայում քանակի խնդիր առաջանա։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում, հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։